Շարունակում ենք առավոտ լուսոնսիելի հեռուստադիտողներ, այսօր արդեն հասցրել ենք երգչախմբային արվեստի մասին խոսել ու խոստացանք, որ թեման շարունակելու ենք արդեն մեր հյուրի հետ տաղավարում ու խոսելու ենք Արար երգչախմբի մասին, որը մայիսի 18-ին հանդես կգա համերգով Արամ Խաչատրյանի տուն թանգարանում նվիրված կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանին եւ հենց այս համերգի մասին ենք խոսելու։ Եվ այսպես մեր տաղավարում է Արար երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Գոռ Մելքումյանը։ Ողջույն։ Լույս բարի։ Շնորհակալ ենք, որ առավոտը սկսում եք մեզ հետ։ Այն էլ այս աշխատանքային բուրըն փուլում, որովհետև համերգի պատրաստման թեժ փորձերն են հիմա ընթանում, բայց մինչ համերգի մասին պատմելը նախ մեր հեռուստադիտողներին մի փոքր ներկայացնենք Արարի մասին, ինչ գործունեություն է ծավալում, որքան ժամանակ է, ինչ հիացնում է հանդիսատեսին։ Երգչախումբը հիմնադրվել է 12 թվականին, ես ուսանում էի մանկավարժական համալսարանում եւ նվագում էի ժողովրդական փողային գործիքներ եւ ամեն տարի ինչ որ հետաքրքիր համադրություններ ենք անում գործիքը այլ գործիքների հետ համերգների ընթացքում եւ վերջին տարիներ ուսումնառության որոշեցի դուդուկը համադրել երգչախմբի հետ հավաքվեց երգչախումբը եւ ես հասկացա որ երգչախումբը լավագույն գործիքն է եւ այդպես արդեն 14 տարի երգչախումբը իր գործունեությունն է իրականացնում։ Քանի անդամ ունի։ Թիվը փոփոխական է, սակայն մշտական կազմը 16 աղջիկներ, այո։ Իսկ այդ մոտեցումը ավանդականը համադրելու եւ միշտ ավանդական հնչողությունը պահպանելու կա մինչեւ օրս։ Մեզ համար շատ կարեւոր է մեր ծրագրի ընտրությունը եւ հատկապես մեծ տեղ ունի հայ կոմպոզիտորական արվեստը, որի վառ ներկայացուցիչն է Արզաս Ոսկանյանը, ում մասին կխոսենք։ Ինչպես ընտրվեց, որ այս անգամ համերգի ծրագրում լինելու է հենց Արզաս Ոսկանյանի ստեղծագործությունները։ Երգչախումբը առհասարակ մեծ բծախնդրությամբ է վերաբերվում իր ծրագրին, յուրաքանչյուր ստեղծագործություն, յուրաքանչյուր կոմպոզիտոր կլինի հայ, թե արևմտաեվրոպական կամ համաշխարհային որևէ կոմպոզիտորի ստեղծագործություն, դա մեր առանձնակի կարևոր գործառույթն է, այսինքն Արար երգչախմբին տարբերակելու համար կարելի է նայել իր ձեռագիրը, իր ստեղծագործությունները։ Արզաս Ոսկանյանի հետ ես ծանոթացա տարիներ առաջ, երբ դեռ նվագում էի եւ իր ուսանողներից մեկի ավարտական քննությանը նվագում էի, ինձ հրավիրել էին եւ ծանոթանալով ստեղծագործություններին յուրահատուկ ինչ որ բան նկատեցի ժողովրդական երգերի մշակումներ էին, որը ես այդպիսի հնչողություն, այդպիսի ներդաշնակում չէի լսել երբևէ եւ երբ ստեղծվեց երգչախումբը ես հասկացա, որ կոմպոզիտորի ստեղծագործությունները վստահաբար լինելու են մեր լավագույն ստեղծագործությունների ցանկում։ Մայիսի 18-ին համերգային ծրագրում կոմպոզիտորի ստեղծագործություններն են, թե նաև ժողովրդական մշակումներ, ինչ ծրագիր է սպասում։ Կոմպոզիտորը եւ բազմաձայնել է, ներդաշնակել է ժողովրդական ստեղծագործություններ եւ հոգեվոր եւ իր գրչին պատկանող հեղինակային ստեղծագործություններ, բոլոր այս ինքնավարկածները ընդգրկված են համերգային ծրագրում եւ շատ մեկ կոմպոզիտորի համար բազմաժանր ծրագիր է լինելու եւ շատ հետաքրքիր եւ շատ խորքային։ Արդեն նշեցինք, որ համերգը տեղի է ունենալու Արամ Խաչատրյանի տուն թանգարանում եւ կադրերում էլ տեսնում ենք, որ երգչախումբը առիթ եւ հնարավորություն ունեցել է տարբեր վայրերում ելույթներ ունենալու։ Մի փոքր պատմեք նաեւ այդ փորձառության մասին։ Սա արդյոք դժվար է դարձնում էլ ավելի աշխատանքը, հատկապես երգչախմբի հետ, թե հակառակը կախված նաեւ վանական համալիրներից օգնության է գալիս արձագանքման այդ։ Մենք սիրում ենք հոգեվոր ծրագիրը, որը որ դասական արվեստի ամենահզոր, ամենալիցքով հատվածն է եւ երբ առիթներ են լինում, միշտ հոգեվոր վայրերում, այսինքն վանական համալիրներում լինում ենք եւ նաեւ պատկերներում երևում էր ազգային պատկերասրահի որմնանկարների սրահը, այսինքն երաժշտությունը միշտ համադրում ենք պատկերային դաշտի հետ, որը պետք է համահունչ լինի եւ երգչախմբին եւ մեր ծրագրին։ Այս անգամ վայրի ինչու է ընտրվել Արամ Խաչատրյանի տուն թանգարանը։ Այս անգամ վայրի ընտրության հետ կապված որևէ կոնկրետ այսպես
բան չենք ընտրել, պարզապես Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը գտնվում է քաղաքի կենտրոնում եւ մեր քաղաքը ծանրաբեռնված է համերգային ժամերին եւ մենք փորձել ենք մեր ունկնդրին ավելի հեշտ եւ մաչելի տեղ կազմակերպել համերգը, որպեսզի իրենք ավելի հեշտությամբ հասնեն համերգային ծրագրին։ Խորագիր ունի համերգը։ Խորագիրը վերծված է Արզաս Ոսկանյանի մի չնաշխարհիկ ստեղծագործությունից, որը կոչվում է Սիրտ իմ, եւ կարծում ենք լավագույնս բնութագրում է կոմպոզիտորին եւ իր ստեղծագործական աշխարհը, որովհետեւ ես կարծում եմ իր բոլոր ստեղծագործությունները դրանք անմիջապես սրտից բխած եւ այսպես ոգու թրծումով անցած ստեղծագործություններ են։ Աշխատանքը փորձերի ընթացքում արդեն ինչպիսին է, երբ մասնակցում է փորձերին նաև կոմպոզիտորը։ Կոմպոզիտորի ներկայությամբ իհարկե մեր գործը բարդանում է։ Մենք գործին վերաբերվում ենք ամենայն պատասխանատվությամբ եւ ցանկանում ենք, որպեսզի որևէ բաց թողում, այսինքն փորձում ենք ամեն ինչ լինի կատարյալ, սակայն մեր կոմպոզիտորն էլ շատ բծախնդիր է եւ հնարավոր է, որ փորձերին որևէ իմպրովիզացիաներ լինեն, որևէ փոքրիկ շտկումներ եւ փոփոխություններ լինեն, բայց միևնույն ժամանակ կոմպոզիտորի ներկայությունը մեզ մեծ ջերմություն եւ էներգիա է հաղորդում։ Արզաս Ոսկանյանի ստեղծագործական աշխարհը մոնոդիկ երաժշտության տիրույթն է, նաև միջնադարյան տաղերի շունչը կա։ Հանդիսատեսը ինչ հնչողություն սպասի այդ օրվա համերգից։ Սա ամենակարևոր հատվածն է կոմպոզիտորի, հայ երաժշտության մեջ իրապես առանձնանում է Արզաս Ոսկանյանը այդ մոնոդիկ երաժշտության բացառիկ ընկալմամբ։ Ես կուզենայի ասել ինչ կասի մոնոդիկ երաժշտություն, երբ մեկ ձայն է հնչում, սակայն բնության մեջ կան բազում ձայներ, եթե որևէ ստեղծագործություն ժողովուրդը կատարել է բնության գրկում, լինի հորովել կամ, չգիտեմ, այլ ստեղծագործություն, այնտեղ բնությունը իր ներդաշնակությունն ունեցել է գետի ձայնը, քամու ձայնը, բնաշխարհի տարբեր ձայները։ Մեր կոմպոզիտորը իր ստեղծագործություններում արտնացրել է այս ձայները եւ ունկնդիրը պետք է լսի, իրեն պետք է զգա այնպես, ինչպես բնության ամենահարազատ զավակը։ Այս ստեղծագործությունները մեզ իսկապես տանում են միջնադար, տանում են մի պարզ եւ բարդ հնչողություն, որովհետեւ պարզությունը ամենաբարդ այսպես հատկապես արվեստի մեջ, թվում է թե պարզ է միաձայն է հնչում, բայց միանում է բնության ողջ տարերքը եւ այդ ամենը համերգի ընթացքում մեր ունկնդիրը եւ զգալու է եւ վերապրելու։ Ամենակարևորը եւ զգալու է եւ վերապրելու, որովհետեւ շատ հաճախ մենք հատկապես մշակութային իրադարձություններից համերգ, ներկայացում, ֆիլմ վերցնում ենք հենց այն էմոցիաները, որոնք ապրել ենք եւ շարունակում են դրանք ապրել մեզ հետ, իրենց կյանք ունենալ առանձին ու հուսանք, որ այսպիսի համերգները կլինեն շարունակական եւ կոմպոզիտորի հենց այս տիպի ստեղծագործությունները մոնոտիկ կդառնան ավելի հոգեհարազատ հանդիսատեսին եւ ունկնդրին։ Շնորհակալ ենք շատ, որ օրը մեզ հետ սկսեցիք, հաջողություն ենք մաղթում ձեզ, իսկ հեռուստադիտողներին եւս մեկ անգամ հիշեցնենք, որ համերգը տեղի կունենա մայիսի 18-ին ժամը 19:30-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում եւ այն խորագրված է Սիրտ իմ։ Իսկ մենք շարժվենք առաջ Եվ լսենք երաժշտություն։